Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ադրբեջանը կրկին առաջ է քաշում Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջը, ինչ է թաքնված այս պահանջի հետևում և ինչ վտանգներ են տեսնում փորձագետները, եթե բանակցությունները փակուղի մտնեն։ Ադրբեջանից Հայաստան ներմուծվող ապրանքների ցանկը ընդլայնվում է, ինչ է Հայաստանը ներկրել Ադրբեջանից։ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Վալբերիսի պահեստի վրա, կան զոհեր ու վիրավորներ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ըստ Բաքվի արդեն փաստացի խաղաղություն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։ Բայրամովը նշել է, որ Լավրովին ներկայացրել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլը։ Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով կարգավորման գործընթացը հիմնված է միջազգային իրավունքի սկզբունքների վրա, իսկ Ադրբեջանի նախաձեռնությունները իր գնահատմամբ արագացրել են խաղաղության գործընթացը։ Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղի ունեցած պատմական իրադարձություններն, այդ թվում խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը, ստեղծում են եզակի հնարավորություն տարածաշրջանում կայուն խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է աջակցել նաև Ռուսաստանը։ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել երկու երկրների միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատմանը և մարդասիրական հարցերի լուծմանը։ Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին ուղղված հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանը, հիմնվելով 2020 և 2022 թվականներին ձեռք բերված եռակողմ բարձր մակարդակի համաձայնագրերի վրա։ Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք օգնել և Բաքվին, և Երևանին տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման և մարդասիրական հարցերի լուծման գործում։ Բայց խաղաղության մասին հայտարարությունների կողքին կան այսպես կոչված չլուծված հարցեր։ Դրանցից մեկը Հայաստանի սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ադրբեջանի պահանջն է։ Պաշտոնական Բաքուն գրեթե յուրաքանչյուր առիթ օգտագործում է Հայաստանին հիշեցնելու, որ խաղաղության պայմանագրի կնքման համար Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը։ Բաքվի պահանջներին զուգահեռ Երևանում հարցը դարձել է ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական բարդ խնդիր։ Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունը չունի սահմանադրությունը միայնակ փոխելու հնարավորություն, ինչն էլ ըստ փորձագետների նոր ռիսկեր են ստեղծում։ Ինչ է պահանջում Ադրբեջանը, ինչու է սահմանադրության հարցը դարձել բանակցությունների առանցքային թեմա և ինչ ազդեցություն ունեն այս գործընթացների վրա Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան ու Իրանը, Գառնի Մութաֆյանի ռեպորտաժում։ Իրական խաղաղություն, թե հարաբերություն ադրբեջանական տարբերակով։ Ալիևի օգնականն ասում է, Երևանն ու Բաքուն ապրում են իրական խաղաղության պայմանում, սակայն այդ ամենը փաստաթղթավորելու համար պակասում է մեկ բան։ Ըստ Հիկմեթ Հաջիևի, Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը։ Սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին գործն է։ Ադրբեջանի համար կարևոր է, որ մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ համարվող դրույթները պաշտոնապես վերացվեն նոր սահմանադրության ընդունման կամ այլ իրավական մեխանիզմների միջոցով։ Բաքուն անվրդով առաջ է քաշում նախապայմանները, իսկ Երևանում վիճակն ավելի է բարդացել։ Խորհրդարանի վերջին ընտրությունից հետո գործող իշխանությունը չի ստացել սահմանադրությունը միանձնյա փոփոխելու քվոտա։ Նախկին դեսպանն ասում է, հենց այս հանգամանքն է դարձել բանակցային գործընթացի ամենազգայուն կետերից մեկը։ Մենք ժամանակի առաջ գնալու հետ առաջիկա շաբաթներին եւ ամիսներին մենք կտեսնենք այլ ավելի խստացող այսպիսի հռետորաբանություն պահանջների տեսքով, մի կողմից փորձելով սպասարկել այս իշխանությունների տարածող թեզը, թե իբրև թե խաղաղություն գոյություն ունի, մյուս կողմից իրենց այդ պայմանների ցանկը, որոնք բոլոր ռացիոնալ դատող անձինք հասկանում են, որ վերջ չունի,
Ադրբեջանը հայտարարում է, թե խաղաղության պայմանագրի տեքստը հստակեցված է։ Թրիփի ադրբեջանական հատվածում ենթակառուցվածքների աշխատանքը գրեթե մոտենում է ավարտին։ Պայմաններն էլ հստակ փոխանցել է Հայաստանին։ Բաքուն քայլ առ քայլ ձևավորում է այն քաղաքական միջավայրը, որտեղ Հայաստանի վրա ճնշումները կարող են մեծանալ։ Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը չի բացառում, եթե բանակցությունները մտնեն փակուղի, տարածաշրջանում կարող է աճել նաև նոր ռազմական լարվածության վտանգը։ Առանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության Ադրբեջանը չի համաձայնելու խաղաղության գործընթացի առաջմղմանը։ Ավելի պարզ, Բաքվին անհրաժեշտ է լեգիտիմ պատճառ, որով տարածաշրջանային կոմունիկացիաներին Երևանի չմիանալը կներկայացվի որպես խոչընդոտ կամ ռեգիոնալ խաղաղության արգելափակում, ինչը բնականաբար հանդիսանալու է Սյունիքում ռազմական գործողությունների իրականացման պատճառ։ Փորձագետների համար վաղուց պարզ է, որ Երևան-Բաքու բանակցությունները վաղուց երկկողմ հարաբերությունների մասին չեն։ Իրանի շուրջ շարունակվող լարվածությունը, Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությունը, Թուրքիայի քաղաքական աջակցությունն Ադրբեջանին եւ Ռուսաստանի փոխվող դերակատարությունը շարունակում են ազդել տարածաշրջանային գործընթացների վրա։ Ձյունիկ Աղաջանյանի գնահատմամբ նման ռազմավարական հարցերում Բաքվի եւ Անկարայի քայլերը դժվար թե ինքնուրույն լինեն։ Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան նրանք ինքնուրույն դերակատարներ չեն եւ նրանք չեն կարող դուրս գալ իրենց արևմտյան ոչ միայն թելադրողների, այլև ամբողջ իրենց տնտեսության, քաղաքականության վրա էական ճնշում ու լծակ գործադրելու ունակություն ունեցող կենտրոնների ազդեցությունից։ Իրենք կարող են այսպես մեծ հոխորտալով արտահայտվել, բայց իրականությունը բոլորովին այլ է։ Սակայն տարածաշրջանային գործընթացների դերակատարները միայն Երևանն ու Բաքուն չեն։ Թրիփի քաղաքական քավորը Վաշինգտոնն է, որը Գասպարյանի խոսքով շարունակելու է Իրանի դեմ պատերազմի թեման շահարկել մինչև ընթացիկ հոկտեմբերը, երբ Իսրայելում կկայանա Քնեսեթի ընտրություն։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը վստահեցրել է ամերիկյան կողմին։ Սյունիքում Թրիփի աշխատանքները սկսել աշնանը։ Իրանը պաշտոնապես դիմել է Երևանին արագացնելու ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը։ Լուծումը հավանաբար իշխող վարչախմբի ղեկավարի փախուստն է։ Երկիրը նոր ու աղետաբեր պատերազմի մեջ ներքաշելուց հետո կամ կրկնակի կապիտուլյացիան կամ էլ անվտանգային կանխարգելիչ գործողությունների ձեռնարկումը, ինչպես Եգիպտոսը բազմիցս արել է անցած դարի 70-80-ականներին։ Տարածաշրջանում ամեն ինչ արագացված ռեժիմով է ընթանում։ Ենթակառուցվածքների պատրաստումից մինչև աշխարհաքաղաքական երկրաշարժեր։ Խաղաղաշինության գործընթացն էլ ավելի հրատապ է դարձնում մեծ պետությունների մասնակցությունը։ Կմոտենա խաղաղության սպիտակ աղավնին եզրագծին, թե նրան կփոխարինի սևագրավը։ Ճնշումների ու լարվածության մակընթացության ավարտը հայտնի չէ։ Առաջիկա ամիսներն ամենայն հավանականությամբ վճռորոշ կլինեն։ Գառնի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Եթե մի կողմից Բաքուն առաջ է քաշում քաղաքական պայմաններ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ, ապա մյուս կողմից արդեն քննարկվում է երկու երկրների միջև հնարավոր տնտեսական կապերի ընդլայնման հարցը։ Այս համատեքստում ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Ադրբեջանից Հայաստան ներմուծված նոր ապրանքը։ Եթե նախկինում խոսքը հիմնականում վառելիքի եւ հումքի մասին էր, ապա այս անգամ Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել շինարարական նշանակության պլաստիկ արտադրանք։ Ով է ներմուծել ադրբեջանական արտադրանքը, ինչ ճանապարհով է այն հասել Հայաստան, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Ադրբեջանից Հայաստան արտահանվող ապրանքների ցանկում նոր անվանում է հայտնվել։ Այս անգամ խոսքը ոչ թե վառելիքի, այլ շինարարական նշանակության պլաստիկ արտադրանքի մասին է։ Ցանկացած ապրանք, որ Ադրբեջանից ներմուծվում է, ինքը չի կարելի Հայաստանի անվտանգության վրա չհասնի։ Քանի որ Ադրբեջանը անկախ իսլամի ռեժիմի հայտարարությունից շարունակում մեծ մնալ թշնամի պետություն, որի ապացույցը բառացիոն 2 օր առաջ, այսպես կոչված Շուշիի ֆորումի ժամանակ իրենց պարագլխի կամ նախագահ կոչվածի հայտարարությունը անգլիով հակահայկական է։ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալով 2026 թվականի հունիսին Հայաստան է արտահանվել մոտ 1.5 տոննա պլաստիկ շինարարական արտադրանք, մոտ $5,900 ընդհանուր արժեքով։ Սակայն պաշտոնական տվյալները չեն բացահայտում ամենակարևորը, ինչ ապրանք է ներկրվել, ով է այն արտադրել, ով է ներմուծել Հայաստան եւ ինչ ճանապարհով է այն հասել հայկական շուկա։ Կարևոր է տեսնել, թե ինչ տեսականի է բերվել։ Գումարը փոքր է, տեսականին փոքր է, երևի որ ինչ-որ պայմանական խմբականակ է։ Հարկավոր է տեսնել, թե դա ինչ է։ Եթե օրինակի համար դա կլինի այնպիսի արտադրանք, որը որ
Հայաստանում արտադրվում է, բնականաբար եթե մեծ քանակներ բերվեն, կարող է շուկայի վրա ազդել, որովհետև ադրբեջանական ապրանքները նաև կարող է էժան լինեն, քանի որ Ադրբեջանը ինքը նավթի արդյունաբերող երկիր է եւ նավթը օգտագործում են պլաստիկ իրերի արտադրությունների համար հումք ստանալու տեսանկյունից։ Ով է ադրբեջանական ապրանքը Հայաստան ներմուծողը, փորձեցինք պարզել Հայաստանի պետական կառույցներից, պետական եկամուտների կոմիտեից խորհուրդ տվեցին դիմել էկոնոմիկայի նախարարություն։ Նախարարությունից էլ հայտնեցին, որ ապրանքը ներկրել են մասնավոր ընկերությունները եւ գերատեսչությունը գործարքի կողմ չի հանդիսանում։ Իսկ ՊԵԿ-ից խոստացան պարզել ներմուծման մանրամասներն ու դրանք ներկայացնել ավելի ուշ։ Մասնագետները սակայն հիշեցնում են, խնդիրը միայն ներկրված ապրանքի քանակը չէ։ Ադրբեջանական եւ թուրքական շինանյութի հնարավոր մուտքի ռիսկերի մասին վաղուց են խոսում, զգուշացնելով, որ մրցակցային անհավասար պայմաններում կարող են տուժել ինչպես տեղական արտադրողները, այնպես էլ շինարարական ոլորտը։ Ընդ որում նրանց գնահատմամբ ծավալների առումով թուրքական շուկան այսօր ավելի լուրջ մարտահրավեր է, քան ադրբեջանականը։ Ցանկացած ապրանքի ներմուծում Ադրբեջանից ներնած գումարի վճարում, սա գնում է Ադրբեջանի ռազմական հիմնադրամ կամ իրենց պետական բյուջե, որը գնում է իրենց ռազմաարդյունաբերության կամ բանակի զարգացմանը, որը մեր դերում գործող կառույց է, վաղմիսօր նրանք ովքեր այսօր վճարում են այդ պլաստիկայի կամ այդ բենզինի համար, վաղմիսօր իրանքից փողերով վճարված հայ զինվոր են սպանելու կամ հայ քաղաքացիական բնակչությանն են ոչնչացնում։ Պլաստիկ շինանյութ հասկացությունը ներառում է տասնյակ ապրանքատեսակներ, դռներ, պատուհաններ, շրջանակներ, պրոֆիլներ, գոգաթափեր, երեսպատման տարեր եւ շինարարության մեջ օգտագործվող այլ դետալներ, սակայն այս պահին հայտնի չէ, թե դրանցից որն է հայտնվել Հայաստանում։ Ադրբեջանը մի բան է կատարում, որը որ որոշակի ուշադրության պետք է արժանանա, այն է, որ ինքը փորձում է արագ դիվերսիֆիկացնել իր կողմից բերվող ապրանքները։ Այսինքն ինքը սկսեց տրադիցիոն ապրանքների, տեսեք նավթամթերք, չէ, սկզբում։ Հետո կամաց անցավ պարատանյութ, ռուսական կամ բայց ինքը կարող է պարատանյութ քիմիկատ տրամադրել, հետո պլաստիկ իրեր, այսինքն այն ինչ որ իր հիմնական արդյունաբերությունը թույլ է տալիս։ Այս պատմության ամենաքննարկվող կողմը սակայն տնտեսականը չէ, այլ քաղաքականը։ Խոսքերը նույնիսկ եմ դիտում, թող այդ խաղաղության հավատացողները կարդան Ալիևի 2 օր առաջվա ելույթը Շուշիում, որը լրիվ հակահայկական էր։ Ընդդեմ Հայաստանի, ընդդեմ հայ ժողովրդի եւ այլն եւ այլն։ Մնացած ընդհանրեն խոսքությունը ցանկացած տարբերակով։ Ադրբեջանը շարունակաբար մնում է հայ ժողովրդին թշնամի պետություն։ Թեև այս անգամ խոսքը ընդամենը մեկ խմբականակի մասին է, բայց այն արդեն մի քանի կարևոր հարց է առաջացրել։ Սա արդյոք առանձին առևտրային գործարք է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական կապերի նոր փուլի առաջին ազդանշանը, եւ ինչու է հանրությունը դրա մասին տեղեկանում Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունից։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ամենին զուգահեռ ստվերում է մնում ամենացավոտ հարցերից մեկը՝ ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների ճակատագիրը։ Երեկ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների վերաբերյալ կեղծ դատական գործընթացը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ նիստի ընթացքում ելույթ է ունեցել Մադադ Բաբայանի պաշտպանը, պահանջելով Չեղյալ հայտարարել 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը եւ արդարացնել իր պաշտպանյալին։ Բաբայանն էլ իր հերթական անգամ հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Այնուհետև միջնորդություններով հանդես են եկել նաև Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին ղեկավար Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը եւ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 21-ին։ Աշխարհի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև սրվող հակամարտությունը։ ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, իսկ Թեհրանը պատասխանել է թիրախավորելով տարածաշրջանում գտնվող ամերիկյան օբյեկտները։ Իրանի տվյալներով կան զոհեր եւ վիրավորներ։ Թեհրանը նաև սպառնում է ընդլայնել պատասխանատվողությունները։ Գերագույն առաջնորդի ռազմական խորհրդականը հայտարարել է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակի հարվածները, Իրանը կարող է թիրախավորել ոչ միայն հակամարտության գոտում, այլ նաև դրանից դուրս գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները։ Ռուսաստանը ևս խոսել է Հորմուզի նեղուցի մասին։ Պաշտոնական Մոսկվան մեծացնում է հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի կարևորությունը։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի միջև եռակողմ նախագծի իրականացումը լավատեսություն է առաջացնում։
Թեման իսկապես շատ կարևոր է, հատկապես այն իրավիճակում, երբ ճգնաժամը Հորմուզի նեղուցում կարծես ցկցկվում է։ Դրանից տուժում են համաշխարհային տնտեսությունը եւ համաշխարհային տրանսպորտային երթուղիները։ Իրանական կողմն ավարտել է Ռեշտ Աստարա հատվածի հողհատկացումը, որի բացակայությունը երկար ժամանակ խոչընդոտում էր շինարարությանը։ Երեք երկրների երկաթուղիների ղեկավարներն արդեն քննարկել են աշխատանքների մեկնարկի գործնական կողմերը։ Կարծում եմ առաջընթաց կտեսնենք։ Հետաքրքրություն կա բոլոր երեք կողմերից։ Ռուսաստանը կապի մեջ է Պարսից ծոցի ճգնաժամին ներգրավված բոլոր կողմերի հետ եւ կոչ է անում նրանց շուտապույտ հրադադար հաստատել։ Ներգրավված կողմերի հետ մեր շփումներում մենք կոչ ենք անում արագ դադարեցնել կրակը եւ իրավիճակը վերադարձնել այն կետին, երբ Հորմուզի նեղուցը լիովին ազատ էր, գործում էր առանց որևէ խնդրի, առանց որևէ վճարների։ Մինչ Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակվում է, նոր զարգացումներ կան նաև ռուս-ուկրաինական ճակատում։ Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Վալբերից ընկերության պահեստին։ Հարձակման հետևանքով ըստ ռուսական կողմի 7 աշխատակից զոհվել է, 25-ը վիրավորվել։ Վերադառնանք Հայաստան։ Շիրակի մարզի Բագրավան համայնքում ուժեղ կարկուտի հետևանքով բնակիչներից մեկը վնասվածքներ է ստացել։ Շիրակ կենտրոն ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանի խոսքով տուժածը երիտասարդ հովիվ է։ Նրան Սարերից տեղափոխել են հիվանդանոց։ Իսկ առաջիկա ժամերին հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 34-ից 36, իսկ երեկոյան 19-ից 21 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, կհանդիպենք։